Դիանա Գրիգորյանի «Գոյամարտն» այն սերիալներից է, որը շատ արագ կարողացավ գրավել հեռուստադիտողի ուշադրությունը և պահել այն յուրաքանչյուր սերիայի ավարտից հետո։ Սա պարզապես հերթական հեռուստանովել չէ, այն պատմություն է մարդկային ճակատագրերի, կոտրված կյանքերի, թաքնված ճշմարտությունների ու գոյության համար մղվող պայքարի մասին։ Սերիալի հիմքում ընտանեկան ողբերգական պատմություն է։ Տարիներ առաջ տեղի ունեցած դաժան դեպքը կործանում է մի ամբողջ ընտանիք, թողնելով 4 երեխա առանց ծնողների խնամքի։ Այդ պահից սկսած նրանց կյանքերը բաժանվում են տարբեր ուղիներով։ Երեքը մեծանում են պապի մոտ, աղքատության, բայց մարդկային արժեքների միջավայրում, մյուսը Մոսկվայում ստի ու խաբեության վրա կառուցված իրականության մեջ։ Այդ երեխաները մեծանում են չիմանալով ճշմարտությունը միմյանց մասին, բայց ճակատագիրը նրանց կրկին բերում է նույն կետին՝ բռնցքամարտի ռինգ, որտեղ պայքարը միայն սպորտային չէ, այլ ճակատագրական։ Բռնցքամարտը սերիալում ունի խորը խորհրդանշական նշանակություն, այն ոչ միայն ֆիզիկական ուժի փորձություն է, այլ մարդու կամքի, խղճի ու ինքնության մենամարտ։ Ռինգում կանգնած հերոսները պայքարում են ոչ միայն հակառակորդի, այլ իրենց անցյալի, ցավի ու ներսում կուտակված վախերի դեմ։ Այդ պատճառով յուրաքանչյուր մենամարտ ծանր է, լարված և հուզիչ։ Առանձին ուշադրության է արժանի կերպարների հոգեբանական կառուցվածքը։ Գոյամարտում գրեթե չկա միանշանակ դրական կամ բացասական հերոս, յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր կորուստներն ու իր սխալները։ Ավոյի կերպարը դրա ամենավառ օրինակներից է։ Նիկոլայ Եղիազարյանի խաղով Ավոն ներկայացվում է որպես մարդ, ում կյանքը կոտրվել է եղբոր մահից հետո, հայրական մերժում, մենակությունն ու ցավը նրան դարձրել են դաժան, հաշվենկատ և վրեժ խնդիր։ Նրա երկակի կյանքը, պաշտոնական ընտանիքը և գաղտնի կինը երեխայով ոչ միայն բարոյական անկման նշան է, այլ ներքին քաոսի արտացոլում։ Էռնայի կերպարը հակադրություն է Ավոյին։ Նա կին է, ով ուզում է ընտանիք, խաղաղություն և երեխայի ծիծաղ իր տանը։ Նրա հավատն ամուսնու նկատմամբ աստիճանաբար սկսում է փլվել, և այդ փլուզումը սերիալի ամենացավոտ գծերից մեկն է։ Էռնայի ցավը լուռ է, բայց խոր, և հեռուստադիտողը հեշտությամբ կարող է նույնանալ նրա ապրումների հետ։ Սերիալը նաև մեծ ուշադրություն է դարձնում սերնդային հակամարտություններին։ Հայրերի սխալները, չլուծված կոնֆլիկտներն ու վրեժը ծանր բեռ են դառնում երեխաների համար։ Երիտասարդ հերոսները հաճախ ստիպված են վճարել այն սխալների գինը, որոնք իրենք չեն էլ գործել։ Սա գոյամարտի ամենահզոր ասելիքներից մեկն է՝ անցյալից չազատվելը կործանում է ապագան։ Տեսողական առումով սերիալը նույնպես աչքի է ընկնում՝ մթնոլորտային կադրեր, ճիշտ ընտրված լույս, դինամիկ մոնտաժ և ռինգի տեսարաններ, որոնք լի են իրական լարվածությամբ, արտասահմանյան նկարահանումներ ևս հավելում են պատմության մասշտաբն ու հավատալիությունը։ Դիանա Գրիգորյանի ձեռագրին հատուկ սերիալը պահում է ինտրիգը, ճշմարտությունները բացվում են դանդաղ, բայց հստակ, հաշվարկված քայլերով։ Ամեն սերիան ավարտվում է այնպես, որ հեռուստադիտողը չկարողանա չսպասել հաջորդին, և հենց այդ շարունակական լարվածությունն է, որ Գոյամարտը դարձնում է ռեյթինգային ու քննարկվող։ Գոյամարտը սերիալ է ուժի մասին, բայց ոչ միայն ֆիզիկական։ Այն պատմում է ներքին ուժի, ընտրության, պատասխանատվության և այն մասին, որ իրական հաղթանակը հաճախ կայանում է ոչ թե հակառակորդին հաղթելու, այլ սեփական մութ կողմերին դիմակայելու համար։ Իսկ շատ շուտով հետաքրքիր գաղտնիքներ են բացահայտվելու, իսկ մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, միացեք մեր ալիքին ու չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս սերիալում որ կերպարին ու որ դերասանին եք հասցրել ամենաշատը հավանել, և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։ Հեռուստասերիալում իրավիճակն էլ ավելի է լարվում, հատկապես այն բանից հետո, երբ Էռնան պարզում է, որ Ավոն ունի երկրորդ ընտանիք։ Բնականաբար Հունանը ձեռքերը ծալած չէր նստելու, և նա շտապում է խոսել Ավոյի հետ, բայց բնական է, այս անգամ արդեն Ավոն ոչ թե այն խեղճ ու կրակ տղան է, այլ փորձում է ամեն ինչ իր ձեռքը հավաքել։ Նա ունի իր գաղտնիքը, որը բացահայտման դեպքում կործանելու է Հունանի ողջ ներկան ու ապագան, իսկ դա նշանակում է, որ Հունանն այս պահին Ավոյի ձեռքերում է ու ստիպված է անել այն, ինչ Ավոն է ուզում։ Հակառակ դեպքում Ավոն պատրաստվում է բացահայտել այն գաղտնիքը, որն այսքան ժամանակ թաքցված է եղել։ Իհարկե, բարոյականության մասին խոսելը ավելորդ է, որովհետև Ավոն այդ բարոյականությունը թաղել է դեռ տարիներ առաջ, երբ հորն ու իր որբ եղբոր երեխաներին թողեց
միայնակ ծեր պապու խնամքին ու հեռացավ։ Ինչքան էլ հայրը զայրացած լիներ, միևնույն է, նա պետք է պայքարեր իր եղբոր-որդիների ընտանիքի համար ու գտներ եղբոր-որդուն։ Իհարկե, հեռուստադիտողների մեծ մասը կասկածներ ունեն, որ եղբոր-որդու անհետացման գործում հենց Ավոյի մատն է խառը, իսկ թե ինչ կպարզվի հետագայում, ցույց կտա ժամանակ, այնպես որ միացեք մեր ալիքին ու ձեզ համար կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ։